Աշխատատեղեր ստեղծելու պատրվակով ծածկած շուկա հուշարձանը ժամանակակից առևտրի կենտրոնի վերածելը անհեթեթություն է, գտնում է Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Մենք անասուն չենք, որ աշխատատեղ է մեզ պետք այնել, այդ չնչին փոքրիկ շրանքներն են մեզ անհրաժեշտ։ Իհարկե մեզ պետք են եւ բարոյական արժեքներ, բնություն, մենք պետք է ունենանք եւ նաեւ հող, հայրենիք ապրելու համար։ Փակ շուկայի խնդիրն այսօր Տիկին Փոստանջյանը վիճարկում է կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նա հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ կառուցապատողի դեմ։ Այսօրվա նիստին չէր ներկայացել մեղադրողն ու պատասխանող կողմը։ Տիկին Փոստանջյանը վստահ է, որ իր փաստերին իրավական գնահատական չի տրվել քրեական գործ չհարուցելու համար։ Տարոն Մարգարյանի գործողությունները միանշանակ ես կարող եմ պնդել, որ հանցակազմ են պարունակում։ Կառուցապատողի կողմից թույլ է տրվել օրենքի խախտումներ, այսինքն չունի համապատասխան թույլտվություն, չկա համապատասխան շինարարության եւ քանդման թույլտվություններ, չկա նախագծերը, դրա հիման վրա ապօրինի շինարարություն է կատարվել։ Ժառանգություն խմբակցության ղեկավարը ծածկած շուկան քանդելը համարում է քաղաքացիների կամքի արհամարում։ Եթե իրապես մենք ունենայինք քաղաքային իշխանություններ, որոնք իրապես իրականացնում են մեր քաղաքացու շահը, այս հուշարձանը երբեք չէր քանդվի, որևիցե մեկը, ով ուզում է դա լինի, չէր կարող ոտնձգություն կատարել այս հուշարձանի նկատմամբ։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին։ Ի դեպ Զարուհի Փոստանջյանն այսօր դատարան էր եկել առանց թիկնապահների։ Վերջիններիս բացակայության պատճառը նրան հայտնի չէր։